Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մեր լավ հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ այսօր նույնպես ձեր հեռուստաալիքը Երկիր մեդիայի վրա է եւ դուք կրկին մեզ եք նայում, մենք անչափ ուրախ ենք եւ զգում ենք ձեր դրական էներգիան։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, բարի կիրակի բոլորիս եւ իհարկե, ինչպես այս հատվածում սիրում ենք հիշել, խոսենք մեր հովանավորների մասին, որոնք են Տուն դեպո խանութ սրահ, ինչպես նաեւ Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ Dream Park հանգստի գոտին։ Այո, այսօր կիրակի է, բավական չէ, այն էլ ամենաերկար կիրակին է լինելու, տարվա ընթացքում ամենաերկար օրն է այսօր, վայելեք որքան հնարավոր է երկար, մութը ուշ է ընկնելու, կարծում եմ հրաշալի օր է բոլորի սպասվում։ Այն երազանքների օրն է, երբ մենք ամեն օր ասում ենք 2 ժամ, 1 ժամ ավել ունենայինք հնարավորություն ինչ-որ գործեր անելու, այսօր այդ օրն է սիրելիներ, ինչու ասենք, որովհետև այսօր հունիսի 21-ին ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։ Հայաստանում ցերեկվա տևողությունը մոտ 15 ժամ է լինելու։ Աստղադիտականորեն ամառը հենց այս օրն է սկսվում։ Տարբերում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային եւ ձմեռային։ Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 21-ին, իսկ ձմեռային արևադարձը դեկտեմբերի 21-ին։ Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը համապատասխանաբար հյուսիսային կիսագնդի հակառակը ձմեռային արևադարձին։ Դեռևս հին ժամանակներից շատ ժողովուրդների մոտ արևադարձը համարվել է յուրահատուկ օր, կապված արևի, բերքառատության եւ բնության ուժի հետ։ Արևի պաշտամունքի հետ կապված հին հայկական հավատալիքների համատեքստում շատ մարդիկ այցելում են պատմական վայրեր, հատկապես Գառնիի հեթանոսական տաճար, որտեղ արևածագը եւ արևի խորհրդանիշները հատուկ հետաքրքրություն են առաջացնում։ Իսկ օրինակ Շվեդիայում եւ Ֆինլանդիայում եւ հյուսիսային այլ երկրներում մարդիկ պարում են, երգում եւ առանձնահատուկ ձևով տոնում տարվա ամենաերկար օրը։ Այո, շատ հետաքրքիր է, որ առանձնահատուկ օր է տարվա եւ էմոցիաների, զգացումների առումով այսօր նաեւ աշխարհի համարյա 192 երկրում նշվում է, ինչպես նաեւ Հայաստանում նշվում է յոգայի միջազգային օրը։ Ամենամյա տոնը ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2014 թվականին եւ նշվում է արդեն 2015 թվականից սկսված։ Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը յոգայի ֆիզիկական, մտավոր եւ հոգեվոր օգուտների մասին։ Հունիսի 21-ն է ընտրվել, քանի որ ինչպես արդեն ասեցինք, սովորաբար համընկնում է ամառային արևադարձի հետ, տարվա ամենաերկար օրվա, որը խորհրդանշում է հենց լույսը, հավասարակշռությունը, կենսական ուժը, ինչպես նաև արդեն նոր էներգիաները, որոնք պետք է լինեն դրական։ Այո, շարժվենք առաջ, մի շատ հետաքրքիր օր է Հայաստանում նշվում, բուժաշխատողների օրը, հունիսի 21-ը ֆիքսում ենք եւ շնորհավորում իհարկե։ Այն մասնագիտական տոն է, որը միավորում եւ մեծարում է բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու առողջապահական ոլորտի աշխատողներին իրենց նվիրումի եւ կարեւորագույն աշխատանքի համար իսկապես։ Հայաստանում օրը պաշտոնապես ընդունվել եւ նշվում է 2009 թվականից Հայաստանի կառավարության որոշմամբ, այն ամրագրված է Երևանի քաղաքապետարանի տոների ցանկում։ Կարևոր մարդիկ, այո, որոնց մեծարանքի եւ երախտագիտության խոսքեր պետք է ասել ամեն օր։ Ես էլ եմ միանում ձյան իհարկե իսկապես մեծատառով բժիշկների մասին է խոսքը։ Շարունակելով խոսենք, որ Երևանի Ոսկե Ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի այս տարի հուլիսի 12-ից 19-ը։ Արդեն ներկայացվել է գլխավոր պաստառը, որն այս տարի նվիրված է պոեզիային, որպես աշխարհը զգալու, ընկալելու եւ վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր եւ բաց աշխարհի հանդեպ։ Դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը փառատոնի գլխավոր պաստառի հեղինակն է հայտնի նկարիչ եւ դիզայներ Իգոր Գուրովիչը, որի աշխատանքները բազմիցս արժանացել են միջազգային ճանաչման։ Նրա ստեղծած պաստառը արտացոլում է այս տարվա գաղափարական առանցքը՝ կինոն եւ պոեզիան որպես ստեղծագործական ազատության եւ մարդկային զգայունության տարածքներ։ Այս տարի եւս կինոփառատոնը կներկայացնի մրցութային եւ արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից, ներառյալ Կաննը, Բեռլինը եւ այլ առաջատար կինոհարթակներ։
Ես շատ եմ սիրում ոսկե ծիրանը, կարծում եմ դու էլ եւ անհամբեր սպասում եմ, որ հուլիսը գա եւ վայելենք ոսկե ծիրանյան գեղեցիկ օրերը։ Անցնելով առաջ մնանք ֆիլմի դաշտում, ասենք, որ հանրային դերասան Արնոլդ Շվարցնեգերը երկար ժամանակվա դադարից հետո առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր 14 տարվա ընկերուհու Հեզեր Միլիգանի հետ։ 78-ամյա դերասանը Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը ընտրյալի հետ մասնակցել է Վիեննայում կայացած Ավստրիայի համաշխարհային գագաթնաժողովին։ Զույգը հազվադեպ է միասին հայտնվում հասարակական միջոցառումներին։ Չնայած Շվարցենեգերի հանրային ճանաչվածությանը, նրանք նախընտրում են իրենց հարաբերությունները գաղտնի պահել, դե ով հակառակը պիտի սպասեր։ Նրանց իրավեպը սկսել է 2012 թվականին այն բանից հետո, երբ ֆիզիկական թերապևտ Հեզեր Միլիգանը օգնել է դերասանին վերականգնվել ուսի վիրահատությունից հետո։ Շվարցենեգերը հետագայում ասել է, որ հանդիպել է նրա հետ իր ընկերոջ Սիլվեստր Ստալոնեի խորհրդով եւ բուժումն ավարտելուց հետո նրան հրավիրել է ընթրիքի։ Գեղեցիկ պատմություններ իրականում, հատկապես բուժ աշխատողների օրվան հետ համահունչ, քանի որ փաստորեն աշխատանքի ընթացքում եւս մարդուն սիրահարվում են եւ հետո հրավիրում ընթրիքի։ Այո, ոչ։ Ընթրիքը ընթրիք իհարկե, բայց մինչ կհասնենք ընթրիքի, հատկապես այս երկար օրով, ես առաջարկում եմ տեսահոլովակ դիտել եւ արդեն շտապել դիմավորել մեր հյուրերին։ Դաշտերից փչող զեփյուրը քու անունը դանձիսեց Դու բացիր իմ սրտի դուռը հենց քեզի սիրտս ուզեց Ես դարձա քու ջինջ երկինքը դու դարձար ինձ վառարել ու արդեն իմ ուշքն ու միտքը դու ես ու աչքերդ սեր Ես դարձա կյանքիդ ընկերը ու գուզեմ անձրևի տակ Համբուրեմ սիրուն ձերքերդ ու շուրթերդ տակ Քեզի առնիմ ու փախնիմ Ես քու ղուրբանը դեղնիմ Քեզի սիրեմ համբուրեմ ու քեզնից հեռու չեղնիմ Ցավի դարմանը կեղնիմ Ես քու ղուրբանը դեղնիմ Աստուն աղոտքը ունիմ Օ ես քեզնից կարող չեղնիմ Ցավի դարմանը կեղնիմ Ես քու ղուրբանը դեղնիմ Ինչ էլ եղնիմ Ես քու կողքդ կեղնիմ Լեռներից պոկված ամպերը Հարավից կերտան հյուսից Անսաման սիր ու շապերը Հերիգեգը երգուսից Դու ես իմ միակն ու թանկը Չեմ կրնա առանց քեզի Թող Աստված օրհնե մեր կյանքը Ու եղնի պաշտպան մեզի Դու ես իմ երջանկությունը Թող ես վառ աստղերի տակ Համբուրեմ սիրուն ձերքերդ ու շուրթերդ տակ Քեզի առնիմ ու փախնիմ Ես քու ղուրբանը դեղնիմ Քեզի սիրեմ համբուրեմ ու քեզնից հեռու չեղնիմ Ցավի դարմանը կեղնիմ Ես քու ղուրբանը դեղնիմ Աստուն աղոտքը ունիմ Օրխելքը հանքարոդիզը չեղնիմ Ցավի դարմանը կեղնիմ Ես քու ղուրբանը դեղնիմ Ինչ էլ եղնիմ Ես քու կողքդ կեղնիմ
ինչ էլ եղնի ես քո կողքդ կեխնիմ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերը շարունակվում է եւ այժմ տեղափոխվում ենք թատրոնի աշխարհ, ինչու որովհետեւ հանդարտ մշակութային այգին նորություններ ունի։ Բեմ է բարձրացել մեր Կարմիր կանաչ տունը ներկայացումը, որը ընտանիքի, սիրո եւ արվեստի մասին տրագիկոմեդիա է։ Ներկայացված խնդիրները եւ հարցերը հատկապես տարածված են հայկական ընտանիքներում։ Հայրենիքը լքելու մտքեր, պատերազմի հետևանքներ, սերունդների բախում, սեր եւ պատասխանատվություն։ Երեկ էլ խոսում էինք բացօթյա մշակութային միջոցառումներից, այսօր էլ շարունակում ենք, քանի դեռ ամառ է, ճախրում ենք եւ իհարկե վայելում ենք ամառային եղանակը։ Տաղավարում ունենք շատ սպասված եւ սիրված հյուրեր։ Մեր Կարմիր կանաչ տունը ներկայացման սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Տիգրան Գյուլումյան եւ բոլորիս կողմից շատ սիրված դերասանուհի իհարկե Ջուլիետա Ստեփանյան։ Բարի լույս։ Բարի գալուս մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Հրաշալի։ Շատ ոնց կարամ պատմել։ Այո, միանշանակ, մինչ եթերը արդեն երբ հասցրեցինք, շփվեցինք, այդ դրական էներգիան արդեն մեզ փոխանցեցիք, այո, հնարավոր չէ լինել վատ։ Սկսենք ներկայացումից, հետո կհասկանանք ինչպես եք, ինչով եք զբաղվում այս ընթացքում։ Մեր Կարմիր կանաչ տունը արդեն անունը շատ Ջերմ է եւ ջերմ է, ես չեմ տեսել Արմինեն արդեն վաղ է ունեցել տեսնել։ Քանի որ ես վայելել եմ, փորձում եմ լռել, որպեսզի քեզ ուզող հարցերի պատասխան Այո, ստանամ։ հանդարտում ներկայացումները ինչքան հյուրընկալել ենք, ինչքան նայել ենք, գիտենք, որ պարզապես այսպես հարևանի տանից, պատուհանից նայում ես, տեսնես թե ինչ է կատարվում։ Խնդրում եմ պատմենք մի փոքր ներկայացման մասին, պիեսի հեղինակ, սցենար, բեմադրությունը գիտենք, որ իհարկե դուք եք։ Չէ, Բեմադրությունը Ոչ։ հանդարտում առաջի անգամ բոլոր ներկայացումների ռեժիսորը բեմադրությունը ես եմ եղել հանդարտում միջև Կարմիր կանաչ տունը եւ մեր Կարմիր կանաչ տունը քանի որ հիմա պատրաստվում ենք եւ շատ նաեւ բարդ եւ ծանր աշխատանք ունենք Լորեցի Սաքոն ուղղակի առանց պայմանականությունների բոլոր տեսիլքներով գիշերային ներկայացում է ժամը 10-ին 10:30 հանդարտում եւ շատ էսպես թե տեխնիկական թե բեմադրական մեծ ես դժվարությամբ էի վստահում ռեժիսորների որովհետեւ այնտեղ ինչ որ արվում է մի տեսակ իմ կողմից հորինված է այդ տիպի բեմադրությունները եւ մեր շատ լավ ռեժիսորները պարզապես մի քիչ խորթա եւ ես մի քիչ տենց կաշկանդված էի Ձեր տունը դժվարությամբ եք վստահում։ չէ լավլից այդ խնդիրը չունեմ ուղղակի թե ինչ պետք է անի դուր չգա ես հրավիրեմ ռեժիսոր եւ հետո իրեն պատմեմ բացատրեմ սովորացնեմ թե այստեղ ինչպես պետք է աշխատել որովհետեւ այստեղ այլ զգացողություն է այլ բան է այստեղ պայմանականություն չկա այսինքն ռեժիսորը այնտեղ շատ թաքնված է դերասանի թիկունքում ռեժիսորական որևէ sense շոկեղ լուծումներ չես կարող այնտեղ անել չկա լույս չկա ինչ որ հատուկ բաներ շատ ռեալ է եւ այս շրջանակներում Իսկ ինչու Կարմիր կանաչ տունը վստահեցիք այդ դեպքում այլ ռեժիսորի ես զբաղված էի ժամանակի առումով մենք մյուս բեմադրություններ կանում երկրորդը բոլոր դեպքերում պետքա լիներ մի բան որ ես հրավիրեմ ռեժիսորներ եւ սկսեն այդտեղ աշխատել եւ դրել իրենց սերխագիրը իրենց ջերմությունը եւ ինձ հուշեց Տիկին Ստեփանյանը, պարոն Բաղենյանը մեր շատ լավ ընկեր Արտուր Սարիբեկյանը այսին եւ առաջին իսկ պայից հասկացա որ Արտուրը ամենակարևորը ամբիցիոզ բաներ չունի շատ պատրաստ է լսել թե ես ինչ եմ ուզում ինչ ձևաչափի մեջ այս թատրոնը եւ աշխատել եւ տենց աշխատեց որպես բեմադրիչ ռեժիսոր եւ բերեց իր էսթետիկան եւ ստեղծվեց առաջին ներկայացումը հանդարտում սա 8-րդ ներկայացումն է եւ առաջին ներկայացումը որտեղ ես որպես ռեժիսոր չեմ աշխատել Բայց սցենարի հեղինակ, քանի որ սցենարը ձերն է, կուզենամ մի փոքր վերցանենք վերնագիրը նաև մեր Կարմիր կանաչ տունը, Կարմիր արև, կանաչ բնություն, այո, այդպիսի ասոցիացիաներ են։ Տեխնիկ օրինաչափություն ասեմ։ Ամբողջ ներկայացման թեմատիկայի մեջ զարգանում է տան ընտանիքի արժե համակարգը։
ընտանիք, որը մտավորականներ են, ընտանիք, որը հայ են, ընտանիք, որ ունեն հայկական կենցաղ, ընտանիք, որը մի քանի տուն են կորցրել, հայտնի պատճառով պատերազմ ա եղել, բարեգործություն են արել, մյուս, եւ ունեն ամառանոց, որտեղ հիմա ապրում են։ Հերոսը գլխավոր նկարիչը եւ հայտնի նկարիչ եւ իր նկարները ազգային արժեք ներկայացնող նկարներ են եւ մտածեցի, որ այս նկարիչի տունը պետք է տարբերվի եւ այս ընդգծումով էլ նաև տարբերվի այն արժե համակարգ, ինչ իրան կորցնելու են, կամ կանգնած է կործանման եզրին, կորուստի եզրին։ Եվ այսպես ոնց են տողատակին կարմիր գծով, կանաչ գծով ընդգծում, եւ մենք փորձեցինք հենց այդ տունը, որը գլխավոր դերն է նաև, հա, մեր 5-6 դերակատարների մեջ 7-րդ գլխավոր դերը, որը լուր հետևում է այս պատմությունը, այս տունն է։ Եվ այդ տունը պետք է ունենա անուն, ուղղակի չլինի տուն։ 8-րդն էլ շնիկն էր, որը այնքան խելոք ենթարկվում էր խաղին, կարծես թե հենց գիտակցում էր, որ ներկայացման մեջ է։ Տիկին Ջուլիետա, կուզեմ դուք խոսեք դերի մասին ձեր, շատ ձեզ բնորոշ հումորով, թեթևությամբ, բայց շատ կարևոր թեմաների մասին եք խոսում ձեր կերպարի միջոցով։ Եվ ինչպես նախապես զրուցում էինք, ասեցինք, որ հայ ընտանիքներին բնորոշ խնդիրների մասին մի փոքր կուզեմ ձեր դերից պատմեք։ Նախ ասեմ, որ այդ ամառանոց է կոչվում, բայց այդ ամառանոցը դարձավ մեր տունը։ Դրա համար ենք ասում մեր կարմիր կանաչ տունը, որտեղ մնացել էինք ամառանոցի հույսին, որը արդեն հարմարեցրել էինք մեզ իբրև տուն։ Այսինքն արդեն մեր տունը դա էր, մենք ուրիշ տուն չունենք, ինչ-ինչ պատճառներով։ Երկրորդ ասեմ, որ դուք շատ հետաքրքիր բան ասիք Պատուհանից կարծես թե նայում եք ուրիշի տուն, այդտան պրոբլեմներն եք լսում, բայց ես ձեզ ասեմ, որ այդ ով որ նայում է տնից տուն, այդ նույն տաններ կան, այդ նույն հարցերը։ Ամբողջ հարցը նրանում է, որ սա այնքանով է դաստիարակչական, որ բոլոր տեսակի հարցեր եւ հարցերի պատասխանները կան։ Եվ դուրս է գալիս, որ այստեղ եւ մեղավոր են եւ ոչ մեկը մեղավոր չի։ Շատ հետաքրքիր է առումով։ Իմ դերի մասին ինչ ասեմ, ես շատ երկար ժամանակ իհարկե տարիներ առաջ այդպես չի եղել, չնայած հիմա այս Սունդուկյանը ունեմ մի լուրջ կերպար, բայց ես այս վերջերս միշտ խաղում էի հումորային, թե ինչ-որ սերիալներում, թե կինոյում եւ թե թատրոններում, ու ես շատ տխուր էի, իմ տխրությունս ես ոչ մեկին չէի ասում, ոչ մեկին չէի ցույց տալիս, բայց տխուր էի, ասում էի լավ, ես չեմ խոսում որպես Ջուլիա, ես խոսում եմ որպես մատերիալ։ Եթե ես լինեի ռեժիսոր, այդ մատերիալը անպայման կօգտագործեի։ Ու այդպես տխրում էի։ Ու երբ որ Կիլումյանը ինձ հրավիրեց, ես անմիջապես համաձայնվեցի էլի հումորային կերպարով Նռնենին, որը փայլում է, փայլուն ներկայացում է, այդտեղ Լուիզան, Ագնեսան, Արծրունը, ես հրաշալի բեմադրություն արեց, շատ արագ, շատ որակյալ եւ ուզում եմ մի թեթև գարմենում, որովհետեւ Նռնենին այնպեսի մի համբավ վաստակեց, որ ես չէի պատի, ուր գնում էինք անընդհատ մտածում էինք ոնց կանցնի, թե Գյումրի, թե Կիրովական, թե Էսկոմենկոմ, էլ չեմ ասում Մոսկվայի մասին, որ ասենք հանդիսատեսը ինչ իմանանք, ինչ տեսակով կընդունի, բայց այդպիսի բում ներկայացում ամենտեղ 2-3 անգամ խաղում ես հրավիրում են, խաղում ես նույն տեղը հրավիրում են, նույնը Մոսկվա խաղացինք երկրորդ անգամ, մենք չէինք պատկերացնում այդպիսի բան։ Հետո այսպես ստացվեց, որ ինձ մի տեղ հրավիրեցին լուրջ դերով, իհարկե լավ զգացի, որ լուրջ կերպար է, բայց ես մի քիչ այսպիսի բնավորություն ունեմ։ Եթե մարդուն ես ընդունում եմ մինչև սրտիս խորքը ու սիրում հարգում եմ, ես մնում եմ անտավաճան։ Այսինքն ես համոզված լինելով, որ Տիգրանը ինձ սիրում է,
Գիտեք զոնց եղավ Համարձակություն մեծ, հա։ Ով հոգնել է մեզ հումորային, կատակերգական։ Բայց ես ոչ մի տեղ չեմ ասել, մենակ ես եմ։ Ինձ ասեց հոգնել են մի քիչ ավելի կնոջ խորքային, ընտանիքի, ներքին դրամատուրգիայի, ներքին հուզումներով, այսպիսի կերպարը կուզեմ խաղալ ու չեն առաջարկում այլ մարդ ով գնում գալիս է մի հատ ինչ որ ցինիկ բան ասում ես խաղա։ Եվ այդպես ստացվեց, որ եկանք այն մտքի, որ կստեղծվի այդպիսի մի պիես, որտեղ կլինի այդ դրամատիկական շուրջ է կառուցվել աստորեն։ Հա։ Եվ այդպես կա մի թափառող թեմա, սյուժե աշխարհում, դա ծնողներ, զավակներ, փոխհարաբերությունների, սերունդների անհամատեղելիության ահա որ մտքի թռիչք ունի։ Ես միշտ ասել եմ, նորից եմ ասում, եթե ես մի նախադասություն օդի մեջ ասեմ կամ որևէ մեկը իր սրտին կպավ, այդ նախադասությունով ինքը արդեն սկսում է ստեղծագործել ու պիես գրել։ Մտքեր Այդ տաղանդը- գեներացնելու հատկություն ունի։ Ոնց եմ սիրում, որ մեր հյուրերը գովում են իրար։ Այո, Այդպես չի, էլի, վերջին շրջանում մեր հյուրերը բոլորը իրար սիրում եւ հարգում եւ գովում են, բայց ձեր դեպքում, քանի որ նաեւ ես մի փոքր ներկայացումից շուտ հասա, որ ձեր շփումը նաեւ տեսա, ես հասկացա, որ այն ինչ հիմա ասվում է, դրա կրկնակին էր այնտեղ տիրում, փոխադարձ հարգանք եւ սեր։ Գիտեք ինչ, ոչ թե մենակ ես, Բոլորը։ որևէ մեկից իրենց կյանքից ինչ որ մի բան հանկարծ ասեց, ինքը ձեն չի անում։ Մեկ էլ գալիս է մի շաբաթ հետո սցենար ունեն ու կարդում ենք, ապշում ենք, այ մարդես որտեղից երբ դու գրեցիր, այդ տաղանդը աստված տվել է որ չխնայել ու մենք հավատում ենք։ Դրա համար է իր 4 կողմը շրջապատված են հրաշալի մաքուր էներգիայով մարդիկ, դե դերասաններ եւ էլ չեմ ասում իր հանդարտի աշխատողները, որոնց սիրում ենք մեր ընտանիքի անդամների նման։ Կինը, տղան, աղջիկը, բոլոր աշխատողները, մեկը մեկից գերազանց դա գալիս է իրենից, ես դա չեմ եկել ստեղ գովազդանեմ, այլ ասում եմ ճշմարտությունը, այն ինչ որ ասում եմ այնտեղ, եւ ես հպարտ եմ, որ հիմա Տիգրանի մոտ եմ աշխատում։ Իսկ Ջուլիետա ձեր նախորդ Տիգրանի հետ։ Աջան, միա Տիգրանի մոտ չէ, Տիգրանի հետ։ Տիգրանի հետ եւ մոտ եւ հետ։ Այո։ միասին կարևորը ձեր նախորդ մտքին կուզենամ անդրադառնանք, ինչ եք կարծում, երբեմն հումորով ասված ճշմարտությունը ավելի թիրախային եւ ավելի բովանդակային չի լինում, ձեր այն միտքը, որ տխրում եք, որ լուրջ դերեր չունեք, բայց նույնիսկ հումորային դերերը երբեք Տիգրանը մի խոսք ասած ցինիկ դերեր այդպեսին չեն վստահաբար որքան որ ես եմ տեսել հումորային դեր չի նշանակում ձեր դերակատարմամբ իհարկե հումորային չի նշանակում ցինիկ ու երբեմն հիմա հատկապես մեզ ավելի հումորով ավելի մի փոքր այսպես ենթատեքստով հպանցիկ ասված խոսքը եւ ասելիքը ավելի տեղին չէ լինի Ես ձեզ ասեմ, այդքան ասում եք հումորային հումորը կոմեդիա բոլոր ժանրերի խաղանը շատ բարդ է, քան խաղած դրամատիկ լուրջ կերպար, որտեվ հումորով կերպարը կոմեդիա խաղալուց, եթե դու սկսեցիր զգալ, որ ծիծաղում են ու դու էլ հետները ծիծաղում ես, այսինքն դու չգիտեմ ինչ ես ծռում, որ ծիծաղեն կամ չգիտեմ, չեմ կարողանում դա հասկանալ, այսինքն երբ որ ծիծաղում են մարդիկ, երբ որ խաղում եմ, նույնիսկ ասում ինչ կա ստեղ ծիծաղելու Նախորդ միտքս կիսատ մնաց ձեր հարցի պատասխանը։ Ներողություն, Չարլի Չապլինը լացելով խաղում մեջ, բայց մենք կանդրում ենք։ Ներողություն։ Ամբողջ բանը պատասխանը ամբողջական չեղավ։ Մի խոսքով վերցեցինք այդ թեման եւ փորձեցինք գրել ու փորձեցինք որ ստեղծեցինք այս կարմիր կանաչ մեր կարմիր կանաչ տունը ներկայացման պիեսը Դարապես իմ էսթետիկայի մեջ որ ստեղծագործող թատրոնի մարդ շատ համատեղ գնում է դրամատիկական կոմեդիան, տրագիկոմեդիան եւ ընդհանրապես լուրջն ու հումորը համատեղ որպես երկու զգացմունք ավելի իրար հետ հավասարաճ, ոչ թե մի հատես, այսինքն իրար հետ հավասար սա իմ սիրած ժանրերից է եւ իմ մոտեցումների մեջ միշտ կա Պարզապես նռնելու մեջ ուղղակի Տիկին Ստեփանյանի կերպարը Ասլիկը պարզապես ավելի
կոմեդիայի ժանրի մեջ է ուղղակի կերպարը, իսկ այստեղ հսկայական ողբերգություն է խաղում, Բայց գործում նորոշ տուն, հումորը կա։ բայց այսինքն նուրբ, այդ ամբողջ կորուստի մեջ դու չես հասնում մի րոպե լացես թե ծիծաղես թե երկու զգացմունքներ, հա, կարծում եմ Իրեն բնորոշ հումորը, որ ինձ թվում է իրական կյանքում էլ կա, բայց հենց ներկայացման մեջ ամբողջ գծով կար։ Եվ ամենակարևորը ինչն է, երբ որ դու վերցնում ես որևէ գործ եւ փորձում ես բեմադրել դերասանների հետ աշխատում ես, իրանք ստեղծում են կերպարներ, ադապտանում են, փորձում են այդ դրամատուրգիայից նյութից վերցնել, դարձնել իրանցը, դու ծռմռում ես, ադապտացնում ես, դասավորում ես այնպես, որպես ռեժիսոր, բեմադրիչ, որպես ստանաս, սա մեկ այլ բան է, երբ որ դու գիտես թե ով է խաղալու ու ինչ կերպար ես գրում, որ հենց ինքն է խաղալու եւ հենց իր համար է լինել պարոն Բաղինյանի կապված եւ իմանալով թե իրենց արտիստ լինելու այս մեծ հնարավորությունները, թե մարդ լինելու, թե իրենց զգացմունքների, էմոցիաների, իրենց ապրումների եւ փոքր այսպես նաեւ էլեմենտներ, որ հենց իրենցն է, դա փորձում ես վերարտադրել կերպարի մեջ ու ինքը ուղղակի դառնում է ասենց շատ սահուն եւ կարիք չկա որևէ ձև կերպար օրինելու։ Դու գալիս ես որպես մարդ խաղում ես այն խնդրը, ինչը որ պիեսում կա։ Տիկին Ջուլիետտա, հետաքրքիր է, երբ բեմում դուք եւ ձեր ամուսինը խաղում եք, ձեր գունապնակները արդեն իրար ծանոթ են, հա, եւ այս անգամ 3 նոր երիտասարդ դերասաններ, ովքեր Արուսը, Իշխանը եւ Անին միացել են, կասեք հեշտ է արդյոք, ինչպես ասում են, ներկայիս երիտասարդ սերնդի հետ բեմում խաղալ, ինչպես նրանք նշեցին, դուք շատ անսպասելի իմպրովիզներ եք անում, արդյոք արդեն ադապտացվել եք իրար։ Այ դուք չեք պատկերացնում ինչ հրաշալի երեխեք են։ Շատ շնորհքով եմ, օրինակ Իշխան Ղարիբյանի հետ մի հատ հաճույք ա խաղալ, էլ չեմ ասում երիտասարդ, բավականին երիտասարդ Արուսիկը, ժպտերես, ամեն ինչին շատ շնորհքով, հաճույքով լսում է եւ շնորհքով է։ Դե Անին էլ չեմ ասում, անի պրոֆեսիոնալ դերասանն է, այնպես ինչպես նրանք երեքն է պրոֆեսիոնալ դերասանուհիներ են եւ ես միշտ մեծ հաճույքով եմ խաղում ավելի շատ երիտասարդների հետ, քան մեծերի հետ։ Իսկ ինչպես որոշվեց, որ Անին միանալու է ձեր կազմին, որովհետեւ Անիի առաջին ելույթն է, բեմելն էր ձեր մոտ, ինչքան գիտեմ։ Առաջի անգամ ասեմ Բայց կարծես միշտ եղել է։ Չէ, իշխանն է համարյա թե առաջի, թե մի քանի երկու ներկայացում ներմուծվել է։ Նայեք, մենք կերպար լրագրողի եւ լրագրողի կերպարը Ամենաառակնկալ կերպարն է Դեպսյան։ Հա, ինքը գալիս է խնդիր, սրա մասին խոսում են ներողվածության ու մի կետ կա, որ դու պետք է անպայման էսթետիկ առումով նկարչության, տրամադրության, գույնի, ասելիքի, հա, այդ տրամադրության մեջ փոփոխություն լինի, բայց չես կարող բերել մի բան, որտեղ ուղղակի փոփոխություն լինի։ Այդ փոփոխությունը նաև դրամատուրգիական գծով հանգուցալուծում լինի։ Այդ տեսակ հենց լրագրողի արածը դարձավ փրկությունը բանի այս ընտանիքի եւ ինձ պետք է թեթև խնդրում եմ բացի վերաբերվում բոլոր լրագրողներին, թե պետք մենք փորձել ենք ամենա մաքսիմում ձևով պահել այդ լրագրող մասնագիտության Սկանդալային կողմը։ հա, բայց մենք ունենք շատ լրագրողներ կամ սենց, հա, տեսնում ենք անդադ, ովքեր անդադ սկանդալ են ման գալիս եւ դա էլ աշխատանք է, որովհետեւ սկանդալները երբեմն դառնում են ավելի ընթերցված։ Եթե լուծումները Անիի պես են լինելու, այսինքն հետևանքը լինելու է օգտակար, ինչ ոչ տղման գան, չէ՞։ Հա։ Տիկին Ջուլիետտա, պարոն Բաղինյանի հետ տանը թե բեմում է ավելի դժվար։ Կամ գուցե դժվար չի։ Նախ ասեմ, որ Բաղինյանի ելույթն էր առաջին անգամ հանդարտում ու բարդ կերպարով։ Մի քիչ անսովոր էր, բայց կամած ինքը նեղվում էր, որտեղ կամած ընկավ տեղը, հիմա արդեն այն չի պատկերացնում, ասում է ես այդտեղ պետք է մնամ, այդտեղ պետք է խաղամ։ Այդ չգիտեմ ոնց ինքը, բայց նա այդպես է մտածում։ Հանդարտում մի քիչ տանցալ թե պայմանականություններ, ինչ որ բաներ չկա,
ամբողջ ռեալը նատուրալիզմին հասնող է։ Բոլոր թատրոնից եկած դերասաններն է սկզբից մի քիչ Բայց բան։ այդտեղ մի քիչ վախենալու է, դժվար է ինչի համար, որովհետև բեմական պաթետիկան այդ սարը չի ընդունում։ Եվ բեմական այս ուղղակի պետք է սենց շատ նուրբ չկորցնել կերպարը, բայց շատ մարկային խոսել։ Այս հանդիսատեսի հավասարի նստած այս անմիջականությանը պետք է բեմից հանդիսատեսը զրուցել։ Բայց չմերվել էլ հնարավոր չէ, չէ՞, մենք Այդ բոլորից հարցի- բնությունից ենք Այդ հարցին վերջո, դեմ տվել, մերվում ես է։ պատասխան։ Ես շփեմ, որ ասում եմ ես չգամ չես արի։ Չէ, արի, բայց ինձ հարցը տալիս դու մի խլի իմ ձեռքից։ Ասեմ տիկին ջուլետատերով Ես ինչ ստացվում։ եի ուզում ասել, դուք հարցրեցիք ինչպես այդ տանը տանը։ Հավատացեք, որ այն ինչ որ կատարվում է բեմում, այդպես է կատարվում է տանը։ Լրիվ օրինակները ինքը նույնիսկ գրել է այդ գործի։ Ուրեմն ձեր տանը շատ հետաքրքիր է անցնում։ Հա, մենք կրվում ենք, Արևած արեշում ենք, հետաքրքիր, սիրում այո։ ենք, շատ հետաքրքիր է, այո։ Ես օրինակ իմ կողքին չեմ պատկերացնում ուրիշ մարդ։ Որովհետեւ եթե հանկարծից դուրս չգան, ես այդ հարցերը շատ արագ եմ լուծում։ Շատ արագ, մի օրում լուծում եմ։ Ուրեմն ինձ հետաքրքիր է եղել, որովհետեւ իմ նման բնավորության գծեր ունի։ Երկուսս էլ տակայրուն ենք, երկուսս էլ տակ ենք։ Դա վտանգավոր չի։ Չէ։ Հետաքրքիր է։ Այդպես որ չլինի, շատ անալի կլինի ապրելը միասին։ Հա։ Տիկին Ջուլետա հետաքրքիր է նաև, քանի որ ձեր կերպարը, ձեր ամուսնու կերպարին Արամյանցին, ով պատերազմի մասնակից է, հայրենասեր արվեստի մարտով արվեստի գլուխգործոցներ է նկարում։ Միջած այդ բոլորով անցել է բոլորը պատերազմը։ անցել է։ Բաղինյանը էսես Հիշում եմ ասացիք, այո, եւ ձեր կերպարը ձեր ամուսնու կերպարին համոզում է, որ գումարի համար մի անլուրջ նկար նկարի որպես դեր։ Իրական կյանքում դուք այդ քայլին կգնայիք, կհամոզեիք եւ վերջում էլ ասում եք թե դու չես նկարում, ես կնկարեմ։ Անպայման կանի։ Եթե ես այդքան մեղվեի, որ այդ հնարավորությունը չկա տունը տանում են ձեռներից զբան, ամեն ինչի պատրաստ էի, մենակ թե այդ գումարը հայթայթեի։ Ամեն ինչ չէ, իհարկե, ուզում եմ ասեմ, նրա ինտատենք մի անորակ Ռաբիզի ասած այդ նկարը նկարեր 25000-ը վերցնենք վատ կլներ տունը բայց ափսոս որ այդպես չեղավ, բայց եկավ ժուրնալիստը Եվ փրկեց իր։ որի քշեցի, բայց շատ լավ բան արեց։ Մենք այսքան պատմում ենք, իսկ ում է հերոստադիտողը գալու է եւ նայի եւ հասկանա եւ այլնի եւ Դեկին շատ դաստիարակչական գործ է։ Բոլոր տեսակի հարցերի լուծումը կա։ Տիգրան Գյուլումյանի առավելությունը գիտեք ինչու՞մն է, որ նա հայ ոնց ասեմ, ասա դու հայկական է դնում, հայկական գործեր է անում։ Դա առավելություն է։ Հայերը պիտի լինի, հայկական գործ պիտի լինի։ Այն հայերի մասին է գրում, որ մեր կողքն բոլոր ընտանիքներում այդ հայերը կան։ Ուզում է ցանկապատը լինի, ուզում է նռներ լինի, ուզում է կարմիր կանաչ լինի, ուզում է խաղողի այգին լինի, ուզում է սպիտակ արև, բոլորի հայ ընտանիքներում այդ հարցերը շոշափվում է։ Դրա համար է ժողովրդի սրտին, կպնում է ժողովրդի մտածելակերպին։ Հայտարարություն եմ ուզում։ Համար սիրում եմ հանդարտ։ Դա ոչ թե հայտարարություն, այլ ուղղակի այդպես է, փաստ է եւ ես դա հպարտության կան ասում եւ դա մեր թատրոնի իմ համար ամենակարևոր սիրուն գույնն է։ Ի տարբերություն բոլոր թատրոնների հանդարտ թատրոնը Հայաստանում միակ թատրոնն է, ում արդեն 8 ներկայացում եւ պաշտոնապես մեր կանոնադրության սահմանադրության մեջ գրված է ով ուզում է այդտեղ աշխատի, հանդարտ թատրոնում բեմադրվելու է միայն հայկական գործեր, հայ դրամատուրգիա, հայ դասական, հայ ժամանակակից գործեր, որը հայի մասին է, հայի սիրո, հայի կորուստի, հայի ձգտումների, ձերի, հայի ծնողի, հայի զավակի, միայն մեր մասին։ Թատրոնը պետք է լինի տվյալ հասարակության հայելին, խոշորացույցը, հասարակության մեջ տեղի ունեցող խնդիրների, անվզումների, ուզումների, չուզումների, այսպիսի ցավոտ կնճռոտ հարցերի, գեղեցիկի, ձեռբերումի, թատրոնը այդպիսի ուժ, բեմը այդպիսի բան է, որտեղ դու կարողանաս հասարակության այս խնդիրները բեմից որպես հայելի կամ խոշորացույց տաս դեպի հանդիսատեսին։ Ինձ համար կարևոր է, որ մենք տանք հայ հասարակության
Որքան պակաս տեղ եք լրացնում մեր օրերում հատկապես։ Բայց ասենք բրավո։ Բրավո, Իհարկե պետք է։ Իրան նաև հետաքրքիր է, ես կուզեմ անպայման խոսել այն մասին, որ ձեր թատրոնը իր ձևաչափով աշխարհում արդեն կարող եմ ասել միակն է, կուզեմ այս մասին եւս պատմեք։ Հա, Չնայած բացօթյա թատրոններ Ձևաչափով շատ կոնկրետ, ահա։ տեսեք ինչն է, որպես թատրոնի առանձնահատկությունը միակը, աշխարհում շատ կան բացօթյա Հայաստանում ներկայացումներ, շատ կան։ բացօթյա ներկայացումներ, թատրոն բացօթյա, որտեղ ստացիոնար թատրոն է, տեսակ, Խաղացանկով չեք մշտական։ գնում, որովհետև այդ հավաքվում գնում եք, շրջիկ թատրոն չեք, ստացիոնար թատրոն եք, աշխարհում էլի կա ստացիոնար թատրոններ բացօթյա, բայց որն է առանձնահատկությունը տարբերությունը։ Ընդհանրապես թատրոնը ստեղծվել է բացօթյա, հա, անտիկ դարաշրջանից, կորուզից, այնտեղ խաղում է պայմանական, բացօթյա բեմ են դնում, բեմի վրա պայմանական էս։ Մեր թատրոնի տարբերությունն է անում, որ մենք կինոյի ու թատրոնի միքս ենք։ Մենք ձերծ ենք պայմանականությունից։ Մեր մոտ կրակը իրական կրակ է, մեր մոտ խորովածը խորոված է, մեր մոտ գառը գառ է, մեր մոտ գյուղապետը եթե գալիս է ձիով է գալի, եթե մեր գացը մեքենայով է գալի, եթե մեր մոտ վաղ պետք է ուղղաթիռ է իջնելու, եթե չգիտեմ մյուսը եղավ, եւ փոխհարաբերությունը։ Եվ մեր կարմիր կանաչ տունը շատերը մտածում են, թե այդպես բանը իրական տուն է, պատրաստած եւ այդպես շատ իրական պատրաստած է։ Իրական մի դեկորան ենք հանդում հավաքում ենք, բայց նկատեցիք ինքը ամբողջովին թեյի մեջ լույսով, կահկարասիով, տարածքով եւ այստեղ պայմանականություններից զերծ ավելի քան ռեալիզմի ու նատուրալիզմի հասնող գեղագիտական բովանդակությամբ ասելիքի խնդիրների ներդաշնակությամբ ստեղծվել է մի այսպես երկխոսության թատրոն եւ այս թատրոնի այս ձևաչափը աշխարհում միակն է եւ սա մենք գնում ենք պատերազմ։ Դուք հիշում եք վերջին նախադասությունը դիեզերքում ոչինչ չի։ Այս մարդու արածը որ հիմքը դրել է, դա շատ մեծ պատմություն է, մնացել է մենակ։ Ասեմ մի քիչ այդ մասին։ Մենակ է մնացել, որովհետև տուն է վաճառել, օղամաս արել։ Անկախ իրանից ման նայեկի պատահական այդ տարածքը տեսելա դու նայեկի լոսերը պետք է առնեմ եթե դա լիներ մեր ընտանիքում դա կլիներ պատերազմ չեմ կարծում որ չի եղել հա ոչ եղել տուն է վաճառել այլ տուն որ հայրականն էի վաճառեցի տունը որտեղ ապրում էի գրեցի գրավ ու ընտանիք մերեֆիկ բան ու բան չեսանում խռովություն կարող է լինել եւ ինքը մնացել է մենակ ու ասել է չեմ կարողանում հասկանալ պետք է անեմ դա ուզում եմ պետք է անեմ ուրեմն ինչ որ մի բան ինչ որ տեղից դիեզերքից ինչ որ մի բան հրահրում էր իրան որովհետեւ դա կվախենար բացարձակ մենակ է մնացել հասել է նույնիսկ բաժանության բոլորը ընտանիք գին մայր ծնող Ձեր բոլոր ապրումները կային Միայն հավատն էր ձեզ հետ, որ հավատեցի։ Արվեստի հավատը, որը հենց արամյանցին կահում են եւ տեսել է դա եւ սկսել է ինքը շատ ծանր պայմաններով մեծ պարտքերով ահա որ մեծ պարտքերով բայց գնացել է առաջ ուրիշը կհիասթափեր ուրիշը կթողներ ուրիշը կխեղճանար կթուլանալ ու կավարտել այդ ամեն ինչը բայց ինքը արեց հասավ այսօր էստեղ եւ առաջա գնում դրա համար ասում դիեզերքում ոչինչ Ձեր նման մարդիկին են բայց բայն իրենց եւ դե մենք ընդամենը օգնում ենք իրեն բեմադրություններով բայց ինքը նրանից որ ինքը գրում է խաղում է այս առաջի դեպքն է որ չի բեմադրում բայց բեմադրության մեջ անընդհատ կար ինքը թեպետ Արթուր Սահակյանը շատ Սարիբեկյանը Արթուր Սարիբեկյանը հրաշալի անձնավորություն է հրաշալի աշխատող է բայց Տիգրանը հետևողական ամբողջ ներկայացմանը ահագին բաներ ինքն ավելացնում ահագին բաներ բանը աշխատում էին երկուսով Մե ասամա Արտուրը աշխատել է Փարքաստո շատ դավերեսորա մենք սիրում ենք իրեն բայց ճիշտ է որ կողքներ ինչ եմ ուզում ասել որ այսօրվա օրը ինձ զարմացնում է նա որ եկած ենթադրենք գումարը դա իմ գործը չէ ես ուղղակի ասում եմ թե ինչ եմ տեսնում եկած գումարը ինքը
ոչ թե ծաղկացնում է իր տունը, իր պայմանները, չգիտեմ ինչ տղյակ է սարքում կամ բասեն է սարքում, այդ ամբողջ գումարը նորից դնում է։ Երրորդ բեմն է սարքել արդեն։ Մենք ունենք արդեն 3 բեմ, 3 դալիճ։ 3 դալիճ։ Այս երրորդ դալիճը արդեն հանձնում ենք բանով, սակոյով։ Երբ կլինի լորեցի սակոն մոտավորապես։ Հուլիսի 23-24։ Հրաշալի գործ է անում, մեծ ծանր գործ է անում։ Ուրեմն Ճարզումանյանը լորեցի սակոն է խաղում։ Այո, բացի նրանից, որ մենք խաղում ենք այնտեղ ուրիշ ներկայացում, այն տեղում համեր կա 700 տեղանոց, այնտեղ մի 450 տեղանոց։ Միջավայրը իսկապես շատ լավ է։ Եվ ինչ ասեմ նպատակը։ Եվ բոլոր գաղտնիքները պատմում։ Այս ուզում սա ասեմ։ Ուրեմն եւ հիմա իր մտադրության մեջ կա մի հզորագույն գործ։ Եթե դա եղավ, փրկված են շատ լավ դերասաններ, հատկապես երիտասարդներ, մենք գնացող ենք, էլ կանք, բայց ապագայի համար մի հատ հրաշալի մեծ փակ թատրոնասարքում։ Փակ ծմերային թատրոն 1000 տեղանոց այսպեսի։ Հանդիպելու շատ առիթներ ենք ունենալու եւ ամեն մի կոպեկը նորից ինքը ծախսում է գործի մեջ է դնում։ Իր պայմանները չէ, որ մարդը ասում է, այսքան բան արել եմ, այ մարդը մեն նստեմ իմ տունը սարքեմ, մի բասեն սարքեմ, մի հատ լավս կամ ոչ մի բան սովորական կվարտիրայում ապրում է, բայց ամբողջ գումարը դնում է այդտեղ։ Թող Աստված օրհնի ու պահպանի։ Եթե որևէ մեկը ինչ որ մի սխալ քայլանի հանդարտի նկատմամբ, հաստատ համոզված եմ ինչպես կպատժվի Աստծո կողմից։ Որտեղ քրտինքով, մաքուր սրտով արված միջավայր է։ Տիկին Ջուլիետա, շնորհակալություն, մենք ուզում ենք եւս միանալ ձեր բարեմաղթանքներին եւ խոսքերին, թող որ բոլոր ներկայացումները լեփ-լեցուն անցնեն նույն տրամադրությամբ, ինչպես պրեմիերայի օրներ եւ թե պատենտավորման հետ կապած գործը հաջողեք թատրոնի եւ մնացած բոլոր գործերում ձեզ հաջողություն եւ շնորհակալություն, որ ժամանակ գտաք այդ ձեր փորձերի մեջ եւ եղաք մեր վրա։ Միշտ ամեցեք, միշտ դալիճները լեփ-լեցուն է։ Ոչ մի սիրով, միշտ սիրով, շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջողություն իհարկե, սիրելի հեռուստադիտողներ, մեր Կարմիր կանաչ տունը շատ ջերմ ներկայացման մասին էին խոսում, ներկայացման սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Տիգրան Գյուլումյանի եւ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ հանդարտ այգում կարող եք գնալ եւ դիտել ներկայացումը, հանդարտվել, այո։ Հանդիպենք քիչ անց։ Մենք այսօր շատ խոսեցինք հայրենասիրությունից, ազգային արժեքներից եւ հիմա մեր մատյան էջում խոսելու ենք մի գրողի կյանքի պատմության մասին, ով ասում էր Հայաստանը ես եմ։ Խոսքը Լյուդվիգ Դուրյանի մասին է, դիտենք էջը եւ վերադառնանք։ Հայրենիքի, գրի ու մշակույթի, ընտանիքի, սիրո ու բնության, գինու ու ցասման, ինչպես նաեւ վրեժի մասին են նրա ստեղծագործությունները, այդ ամենի գեղարվեստականացումն է։ Խոսքը Լյուդվիգ Դուրյանի մասին է։ Բանաստեղծը ծնվել է 1933 թվականին Ռուսաստանի Ռոստովի մարզի Միասնիկյանի շրջանի Չալթայաբնակ գյուղում։ Հաջորդ տարի ընտանիքով տեղափոխվել են Հայաստան եւ բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում։ Դեռևս Երևանի պտղաբանջարաբուծական տեխնիկումում ուսանելու տարիներին տպագրվում են նրա առաջին բանաստեղծությունները։ 1971 թվականին նա ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Լյուդվիգ Դուրյանը աշխատել է Երեկոյան Երևան թերթում, Հայաստան եւ սովետական գրող հրատարակչություններում, որպես ավագ խմբագիր, հետագայում որպես բաժնիվարիչ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Բանաստեղծությունների շարք ունի համաշխարհային գրականություն մատենաշարի սովետական պոեզիա հատորում։ Ռուսերեն լույս են տեսել բանաստեղծի 4 ժողովածուները՝ Եղեգան ստվեր, Արևագիրք, Նա իջնում է արևից եւ Թալիսման։ Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։ Նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների եւ պոեմների 35 հավաքածու։ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակների դափնեկիր է։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյան մրցանակի։ Մեր տարիքն աղաբատն է գրքի համար։
Լյուդվիգ Դուրյանի մղձավանջ, ոսկեսարսափ, պոլիս եւ շատ այլ գործերում մենք տեսնում ենք իր ազգի նահատակների հիշատակը խնկարկող սքացյալ բանաստեղծին։ Վանքը դարձել է սքամայր, պատարակ է հեգուն ողբի։ Քամին ցրում է մացառին ցնցոտիներ կմախք որբի։ Այսպես է նկարագրություններ տվել նա։ Նա նաև զուգահեռ հասունացնում է վրեժի ծարավը։ Մղձավանջային տենդից արթնացումն անխուսափելի է, եւ այդ արթնացումից վկայություններն են հատկապես Մաշտոց, Ասք հողի, կոչմամբ գրաբար պոեմները, ինչպես նաև շատ բանաստեղծություններ։ Լյուդվիգ Դուրյանը կյանքից հեռացել է 2010 թվականի հուլիսի 9-ին Երևանում։ Կրկին բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է, այսօր ինչպես արդեն ասեցի, շատ խոսեցինք հայրենիքը սիրելուց, ընտանիքը սիրելուց եւ սիրելուց, իսկ սիրելու համար հարկավոր է ունենալ լավ, առողջ սիրտ, ինչու եմ սա ասում, քանի որ մեր հյուրը սրտաբան Վարդգես Մովսիսյանն է, բարի լույս, այո, օրն է Հայաստանում այսօր, դե իհարկե Զուլել ենք իրար, ամենակարևորն է, այո, Վարդգես Մովսիսյան, բարի լույս։ Ողջույն։ Բարի լույս, բարի գալուց մեր տաղավար, ինչպես եք։ Շատ լավ։ Սիրտը ձեր ինչպես է զգում այսօր իրեն։ Ինչպես յուրաքանչյուր առավոտ, լավ։ Լավ, առավոտն է ավելի լավ սիրտը իրեն զգում, թե երեկոյան։ Դե քանի որ առավոտյան նոր ենք արթնանում, մինչ այդ եւ մեր բիոռիթմերին համապատասխան երեկոյան քնած ժամանակ սրտազարկը լինում է ավելի հանգիստ, իսկ առավոտյան նոր սկսում է ավելի արագ բաբախել։ Շատ կարևոր, որ մեկնարկը տրված է Եվ հետո սթրեսներին դեռ չենք հանդիպել, որ առջևում է։ Այո։ բայց շատ կարևոր մի բան կուզեմ այստեղ ասել, որ ընդհակառակը վերջին շրջանում ես շատ եմ լսում, որ մարդիկ առավոտյան արթնանում են սրտխոփոցներով եւ այլն, կուզեմ իհարկե հենց սկզբից սկսել այս խոսակցությունից, թե վերջին շրջանում հատկապես երիտասարդների շրջանում ինչու է սրտխոփոցները, սրտի այդ խնդիրները այդքան ակտիվացել։ Տեսեք, սրտխփոցները իրենք համարվում են ռիթմի խանգարումներ, հա, այսինքն արիթմիա է դա կոչվում, եւ պատճառները բազմազան են, այսինքն կարող են լինել եւ սրտային պատճառներ եւ արտասրտային պատճառներ։ Եթե խոսքը երիտասարդների մասին է, այստեղ սրտային պատճառները ավելի քիչ են արտահայտված, տարիքով պայմանավորված եւ մեծ նշանակություն ունի, օրինակ քնի հիգիենայի խախտումը, այսինքն երբ որ քնում են ուշ եւ արթնանում են շուտ, կամ սուրճի չարաշահումը։ Սրանք առաջի տեղում կարող ենք նշել, որին կարող է հաջորդել օրինակ էնդոկրին խնդիրները, մասնավորապես վահանաձև գեղձի հետ կապված, քանի որ գիտենք, որ Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի յոդի պակասի, որի պատճառով էլ բավական տարածված են վահանաձև գեղձի հետ խնդիրները, իսկ վահանաձև գեղձի խնդիրների արկայության պարագայում շատ են հաճախանում հենց ձեր նշած սրտխփոցները։ Վարդգես, բայց իհարկե դուք ասիք, որ ավելի շատ տարիքի հետ կապված երիտասարդների մոտ ավելի շատ ոչ սրտային խնդիրներն են, բայց եթե կընդունեք, իհարկե դուք եք մասնագետը, ասեմ, գուցե չեք համաձայնի, վերջին տարիներին բոլոր հիվանդությունները, բայց այդ թվում հատկապես սրտային հիվանդությունները երիտասարդացել են։ Արդյոք համաձայն եք, թե ոչ, եւ ինչպես տարբերի, երբ մարդը դեռ չի գնացել, հա, չգիտի իսկապես ինչ խնդիր ունի, ինչպես հենց առաջին պայից տարբերի խնդիրը։ Նախ չմտնի եւ Google-ին չհարցնի։ Այո, որովհետև երբեմն Google-ը կամ ներկայիս իրականության մեջ արդեն արհեստական բանականությունը կարող է երբեմն նաև վախեցնել, բայց ինչ վերաբերում է համաճարակաբանությանը, ընդհանուր հիվանդությունների, այո, կա նման տենդենց, որ հիվանդությունները երիտասարդացել են, ոչ միայն սիրտանոթային, այլ նաև բոլոր հիվանդությունները։ Այստեղ պատճառը իհարկե ստրեսի գործոնն է, եւ նաեւ այստեղ պատճառն այն է, որ մարդիկ սկսել են ավելի շուտ հետազոտվել, ավելի ուշադիր լինել իրենց առողջության հանդեպ եւ այդ իսկ պատճառով նաեւ բժշկի դիմելիությունն է բարձրացել եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ նշում ենք, որ վերջին շրջանում հաճախացել են սրտային հիվանդությունները եւ առհասարակ բոլոր հիվանդությունների մասով։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ինչպես տարբերակել, ցավոք զգացողական առումով, եթե խոսքը սրտխփոցի մասին է, զգացողական առումով բուժառուն պացիենտը կարող է զգալ ունենալ բոլորովին նույն գանգատը եւ վտանգավոր արիթմիաների դեպքում, որոնք երբեմն նաեւ կյանքին սպառնացող են, եւ նաեւ ունենում են նույն գանգատը անվտանգ եւ երկրորդային պատճառներից առաջացող սրտխփոցների դեպքում, օրինակ վահանաձև գեղձի խնդիրների կամ օրինակ հնարավոր է արյամեջ հեմոգլոբինի պակասը եւս բերի սրտխփոցի, բայց զգացողական առումով ցավոք բուժառուները տարբերակել չեն կարող այս գանգատը
տիպիկ սրտային է, թե արտասրտային, եւ բժիշկն էլ գանգատը լսելով չի կարող տարբերակել, այստեղ պետք է անցնել սրտաբանական հետազոտություն, ամենապարզ էլեկտրասրտագրություն, որով մենք կարողանանք հասկանալ այստեղ սրտային է խնդիրը, թե ոչ, եւ հետո Հետևելուց հետո նոր ամբողջական արյան լաբորատոր քննություններով արդեն հստակեցնենք, թե որտեղից է գալիս պատճառը։ Վարդգես խոսեցիք հետազոտություններից, մինչ այս դա էլ քննարկում ենք, որ դուք էլ եք բլոգ վարում, այսպես ասած, բժիշկ բլոգեր եք, ձեզ շատ են ճանաչում եւ շատ նորաձև է դարձել, երբ համացանցով բուժումներ են պահանջում, իրենց խնդիրներն են ներկայացնում, ինչպես եք սրան վերաբերվում եւ արդյոք եղել է, որ զգաք հրատապ է եւ արձագանքեք եւ օգնեք։ Հարցի վերջից գամ, եղել են դեպքեր, օրինակ երբ խոսքը վերաբերում է մանկահասակ երեխաներին կամ հղի կանանց, այս բaragայում իհարկե փորձում ենք հեռախոսակապի միջոցով նույնիսկ առաջի օգնություն գոնե ուղղորդել բուժառուին մինչև շտապ օգնության ժամանումը կամ մինչև կլինիկա հասնելը, երբեմն դիտում են, որ բուժառուները մարզում են գտնվում կամ հասանելիությունը բժշկական կենտրոնին մի փոքր դժվարացած է, այդ դեպքում փորձում ենք օգնել եւ ուղղորդել, բայց մնացած հարցերին ցավոք հաճախ չի լինում պատասխանել, առաջին հենց ժամանակով պայմանավորված, որովհետեւ յուրաքանչյուր հարցի անդրադառնալ եւ մանրամասն հարցնել, անամնեզ դա իրականության հետ համադրելի չէ եւ շատ դեպքերում նմանատիպ հարցերին միանգամից պատասխանում ենք, որ խորհրդատվությունը կատարվում է տեղում կամ իրականացնում ենք on-line խորհրդատվություն, բայց նշանակում ենք ժամ, որովհետեւ բժիշկը պետք է առաջինը լսի բուժառուի գանգատները, հավաքի անամնես, ունի արդյոք ուղեկցող հիվանդություններ, տեղորայք ընդունում է թե ոչ եւ նոր միայն կարողանա ուղղորդել։ Մեկ բառով նշել, որ օրինակ ունեմ ճնշում, ինչ դեղ կարող եմ խմել, բնականաբար սա գրագետ չի բժշկի կողմից ասել ինչ որ դեղանյութի անուն, որ կարող եք սա ընդունել մինչեւ օրինակ բժշկի գնալը, որովհետեւ շատ հաճախ բուժառուները այդ մեկ անգամվա ընդունված դեղորայքը, հա, որը ցանկալի է կամ ընդունված է նշանակել էպիզոդիկ, երբ որ կա ճնշման բարձրացում, բայց ոչ ամենօրյա ընդունման ձևով, բուժառներին կարող է առաջարկել դա եւ նա սկսի ամբողջ կյանքում սկսի դա խմել երկարաժամկետ եւ չդիմի բժշկի իհարկե։ Վարդգես, սիրտը որ եղանակն է ավելի շատ սիրում, այսպեսի մի հատ կարծիք կա, չէ, որ ամռանը անոթները լայնանում են, ավելի լավ ճնշումն իջնում է, սիրտն ավելի լավ է զգում, բայց մյուս կողմից նայենք, ամռանը այդ սրտխփոցները միևնույն է ավելանում են, այդ սիրտ թուլանալ հասկացությունը, հիմա ինչ։ Շատ ճիշտ հարց է, սրտային պատահարները, սիրտանոթային պատահարները առհասարակ ամռան ամիսներին նվազում են եւ պատճառներից մեկը ձեր նշած այդ հեմոդինամիկ տեղաշարժերն են, որը կատարում է եղանակային փոփոխությունների հետ կապված, այսինքն անոթները լայնանում են եւ ճնշումը իջնում է որոշակիորեն եւ բուժառուները կարող են համատության մեջ իրենց ավելի լավ զգալ, բայց ամռան ամիսներին հաճախանում են թրոմբոէմբոլիկ բարդությունները, որովհետեւ շատ հաճախ բուժառուները ջրի ընդունման մշակույթը եւս մեզանում լավ ներդրված չէ եւ ջուր խմում են միայն այն դեպքում, երբ որ ծարավի զգացողություն կա, այնինչ պետք է ջուրը խմել ըստ կիլոգրամ քաշի եւ օրինակ, հա, կարող եմ նաեւ այդ բանաձևը ասել, քաշը բազմապատկում ենք 35-ով եւ ստացված թիվը միլիլիտրերով դա ջրի այն քանակն է օրական, որը անհրաժեշտ է տվյալ բուժառուն մարդը առհասարակ ընդունի։ Ամռան ամիսներին պատճառներից մեկը ջրի քիչ ընդունումն է թրոմբոէմբոլիկ բարդությունների մասով եւ մյուսը, որ մենք հեղուկը կորցնում ենք ոչ միայն քրտինքի միջոցով, այլ նաեւ արտաշնչվող օդում գոլորշիների ձևով եւ այդ իսկ պատճառով արունը խտանում է եւ ամռան ամիսներին հաճախանում են թրոմբոէմբոլիաները։ Մնացած եղանակային ամիսներին, հա, եթե անդրադառնանք, սրտային պատահարների սրացումները լինում են գարնանը եւ աշնան ամիսներին։ Ձմռանը որոշակիորեն եւս հավասարակշռվում են։ Բայց սուրտը հակացություն չէ սրտային խնդիր ունեցողների համար։ Սուրտ եղանակը կարող է պրովոկացնել, սադրել սրտի, եթե մարդը ունի սրտի իշեմիկ հիվանդություն, կարող է ստենոկարդիայի նոպա առաջացնել, այո, եւ հենց մեր բուժառուները, որոնք կարող են հաստատել, որ ձմռան ամիսներին, երբ որ տանից կամ շենքից մի անգամից դուրս են գալիս ցուրտ միջավայր, այդ սառը օդը կարող է սպազմի բերել, այսինքն նեղացնել սիրտը սնուցող անոթները եւ առաջացնել այդ կրծքահեղձուկը, այսինքն ստենոկարդիայի նոպան։ Հեվոց կոչված։ Վարդգես, իսկ ցավը կրծքավանդակում։ հետաքրքիր է, եթե մարդը չունի բողոք, չունի ցավեր, չունի արիթմիա, այդքան առողջ է նրա սիրտը, բայց ինչ խորհուրդ կտաք, որ տարիքից է հարկավոր դիմել սրտաբանի գոնե մեկ անգամ առաջին ստուգման համար։ Տեսեք, երբ որ մենք խնդրով բուժառուներին հետազոտում ենք, միշտ ցանկացած բժիշկ ենթադրում տալիս է այս հարցը.
ունեք նախորդիվ կատարված հետազոտություններ, որովհետև երբեմն ունենում ենք իրավիճակներ, երբ պետք է համեմատել Հիվանդության զարգացման ընթացքի երբանից է, հա, եւ շատ հաճախ բուժարները նշում են, որ չեմ անցել սրտաբանական հետազոտություն կամ անցել եմ, բայց չեմ պահել այդ պատասխանը, հա, բժշկի կողմից տրված։ Այնպես որ այս ամենը հաշվի առնելով որպես բժիշկ կարող եմ խորհուրդ տալ, որ 30-ից հետո կարելի է մեկ անգամ այցելել սրտաբանի անկախ գանգատներից եւ արդեն եթե կան խնդիրներ, վարող սրտաբանը կուղորդի եւ կասի հաջորդ այցը երբ է, եթե չկան խնդիրներ, արդեն մենք հաշվարկում ունենք այդպիսի սանդղակ, երբ հաշվարկում ենք սրտային պատահարի ռիսկը առաջիկա 10 տարիների ընթացքում եւ այս սկորը հաշվելով արդեն դրա մեջ մտնում է եւ խոլեստերինի պարունակությունը, եւ ծխախոտը, եւ ավելորդ քաշը, դիաբետ կա թե ոչ եւ մի շարք այլ կրիտերիաներ։ Եթե ստաբիլ նույն ձև կշարունակի ապրել, այսինքն կյանքում փոփոխություն եւ մենք գնահատում ենք հա։ առաջիկա 10 տարիների սրտային պատահարի ռիսկը եւ նշում ենք, որ ձեր հաջորդ այցը օրինակ 2 տարի անց է եւ պետք է կատարել այսինչ փոփոխությունները ձեր բիոռիթմում, հա, այսինքն կյանքի որակը լավացնելու համար եւ հետագա սրտային պատահարներ չունենալու համար։ Մեկի համար 100 զարկը կարող է նորմալ լինել, մեկի համար արագ, ինչպես ասացիք, դրա համար նախորդ հետազոտությունները պետք է կարևոր են։ Վարդկես շատ լայն թեմա է, անընդհատ եւ մենք հարցեր ունենք եւ բնականաբար հեռուստադիտողները հիմա կասեն, այսինչ հարցը տվեք, բայց քանի որ ժամանակը կարճ է, եկեք ավելի պրակտիկ խորհուրդների անցնենք մի քանի, օրինակ, ինչ է սիրում սիրտը, սկսած վիտամիններից, սկսած դա կլինի դեղահաբերի տեսքով, թե բնական մթերքների տեսքով, ինչ չի կարելի եւ այն առաջին խորհուրդները, որ ինչպես արդեն զրույցի սկզբում ասացինք, այստեղը ցավում է, այստեղը չի ցավում, դա սիրտ է թե ոչ, եւ մի այսպիսի բան էլ ժողովուրդը շատ սիրում է ասել, նայած ինչպես է սիրտ ցավալը ցույց տալիս, այդպես ձեռքով կարելի է հասկանալ դա սիրտ է, թե պարզապես նյարդ, որպես բժիշկ կուզենամ դա կամ հաստատեք կամ հերքեք։ Շատ բարի։ Գամ սկզբից եւ ձեր նախորդ հարցի վերջին մի պահ անդրադառնամ, քանի որ հեռուստադիտողները հիմա լսում են, մենք նշեցինք 100 զարկ րոպեին, որ կարող է նորմալ լինել, նշեմ, որ նորմալ սրտազարկը համարվում է 55-ից մինչև 95, մաքսիմում 100-ը նորմայում, հա, բայց այդ 100-ը, երբ որ պացիենտը կամ բուժարուն հանգիստ նստած է, պետք է լինի ավելի մոտ միջին եւ ստորին սահմանին։ 100-ից ավել արդեն դա համարվում է ռիթմի խանգարում եւ պարտադիր պետք է դիմել։ Մեկ այլ բան, եթե չի բողոքում ու չի ասում, որ վատ է զգում, բայց դա արդեն բայց եթե ախտորոշվել է, չափել ենք օրինակ զարկերակային ճնշումը եւ էլեկտրոնային ճնշաչափի միջոցով նաեւ ֆիքսվել է սրտազարկը եւ այն բարձր 100-ից անպայման սա առիթ է, որպեսզի դիմեն բժշկի։ Ինչ վերաբերում է ինչպես տարբերակել, հա, սրտային գանգատը, սրտային է թե ոչ։ Շատ հաճախ լսում ենք, երբ որ բուժարունները նշում են, որ սիրտը ծակեց, սա կարող ենք հիշել, որ 90 եւ ավել տոկոս դեպքերում սիրտը չի ծակում։ Ծակոցը դա սրտային չէ, դա առավելապես նյարդամկանային է։ Որպես հավելում, իսկ երբ ցավից են նշում ոսկրային հատվածում։ Տեսեք, ցավը, եթե ցավը ունի սեղմող եւ այրող բնույթ, դա շատ բնորոշ է սրտային ցավին եւ նաեւ սրտամկանի ինֆարկտին, եթե այդ ցավը տևական է, հա, այսինքն եթե րոպեն 10-15 րոպե եւ ավել տևում է, բայց այդ ցավը չի անցնում մարմնի դիրքը փոխելուց, այսինքն եթե մարդը շարժվում է, ձեռքը բարձրացնում է, իջեցնում է, ցավի բնույթը փոխվում է, ուրեմն դա նյարդամկանային է։ Եթե չի փոխվում ցավը, այս դեպքում սա եւս մեկ առիթ է շտապ կանչել բժշկական օգնություն։ Նաեւ կարող եմ նշել, որ երբեմն, քանի որ սրտամկանի ինֆարկտից խոսեցինք, ունենք ինֆարկտի ձևեր, որոնք չեն ընթանում տիպիկ հետքրծոսկրային շրջանի ցավով, հա, եւ այս դեպքում կարող է բուժարուն ունենալ ստամոքսի ցավ, երբեմն սրտխառնոց, փսխում եւ կարող են այս գանգատները շփոթեցնել եւ մարդը չդիմի բժշկի եւ չմտածի, որ կարող է սրտային խնդիր լինել։ Բայց բժշկին կարող է շփոթեցնել օրինակ շտապօգնության։ Կախված շտապօգնության բժշկի գիտելիքների հմտություններից պաշարից իհարկե հնարավոր է, չեմ կարող բացառել, բայց այստեղ եւ բուժարունները իրենք եւս կարող են ասել, որ մենք գիտենք եւ լսել ենք, որ երբեմն կարող է սրտային ցավը արտահայտվել որովայնային, այսինքն ստամոքսի շրջանի ցավով։ Իսկ ինչ վերաբերում է տիպիկ սրտային ցավին, դա հիմնականում տեղակայվում է կրծոսկրի ձախ կեսում, կրծքավանդակի ձախ կեսում կամ կենտրոնում։ Եւ ինչպես են ձեռքով ցույց տալիս այդ ցավը, երբ կարող տարբեր ցույց տալ, կարող այսպես ցույց տալ այդպես այդքան էական չի, թե ինչքան այլ ավելի շատ էական է, թե ինչ բնույթ ունի ցավը։ Հիշում ենք այրող եւ ճնշող սեղմող բնույթի ցավ, կարծես քարով սեղմեն, հա, կրծքավանդակին, եւ ցավը կարող է տարածվել դեպի ձախ ձեռք,
Ձախ ուսահոտ երբեմն նաև ստորին ծնոտի շրջանում կարող են ցավեր զգալ, այնպես որ այս գանգատների դեպքում ավելի ճիշտ է դիմել բժշկի, բացառել սրտային խնդիրը։ Իհարկե այս ցավերը ոչ 100% դեպքերում են սրտային, բայց մեծամասամբ նրանք կարող են սրտային լինել, այնպես որ ճիշտ է դիմել բժշկի, բացառել սրտային խնդիրը, որովհետև ցավոք, եթե սրտամկանի ինֆարկտը արդեն զարգանում է, վնասված սրտամկանը այլևս չի վերականգնվում եւ նրա փոխարեն, այդ սրտամկանի փոխարեն առաջանում է շարակցական հյուսվածք, որը արդեն կծկվելու ունակություն չունի, այսինքն սիրտը գործում է իր պոմպային ֆունկցիան եւ այս պարագայում մի քանի տարի անց արդեն տվյալ անհատը կունենա սրտային անբավարարություն իր բնորոշ հետագա բարդություններով եւ խնդիրներով։ Հարցի շարունակությունը ինչպես շահենք մեր սիրտը, այսպես ասած, ինչպես նրան լավ վերաբերել։ Ճիշտ է, ինչ է սիրում սիրտ։ Ես հիշում եմ դա։ Տեսեք, սիրտը կարող եմ ասել, որ ամենաշնորհակալ օրգաններից մեկն է, ինչ իմաստով, որովհետև ամենաթեթև բուժական միջամտությանը շատ լավ է արձագանքում, շատ դրական, այսինքն կարող է հյուսված, այո, հյուսված սիրտը արդեն, բայց երբ որ թեթև բուժական միջամտություններ են կանում, արդեն որոշակիորեն տեսնում ենք, որ կա բարելավում։ Նաև հիշենք, որ սիրտը ամբողջ կյանքում աշխատում է անդադար, հա, եւ եթե համեմատության մեջ նայենք մյուս օրգանները, որոնք ստատիկ են, այսինքն որպես կանոն քիչ են շարժում կամ չեն շարժում, սիրտը անդադ աշխատանքի մեջ է։ Ինչն է լավ սրտի համար։ Իհարկե, այստեղ ոչ թե կարող ենք նշել կոնկրետ մթերքներ կամ կոնկրետ վիտամիններ թեկուզ, հա, այլ ավելի ճիշտ է գլոբալ խոսել, հա, ինչը կբերի սրտային ֆունկցիայի բարելավման։ Դա առաջինը քաշը չավելացնել, կամ եթե կա արդեն ավելորդ քաշ, ձեռնարկել միջոցներ, որպեսզի նվազեցնենք քաշը, որովհետև ավելորդ քաշը դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է մեր սրտի համար, դա մեկ։ Երկրորդը հաճախ չափել զարկերակային ճնշումը։ Դա պարզ հետազոտություն է, որը տնային պայմաններում եւս կարող են անել, եւ եթե տեսնում են, որ ճնշումը 125-ից արդեն բարձր է, սա եւս առիթ է, որ պետք է դիմել բժշկի, որովհետև հաճախ մարդիկ շփոթում են եւ երբ ունեն բարձր ճնշում, մտածում են միգուցե դա սրտից է, բայց իրականում կապը բոլորովին հակառակն է։ Բարձր զարկերակային ճնշումն է ժամանակի ընթացքում բերում սրտային խնդրի։ Այնպես որ պետք է հաճախ չափել զարկերակային ճնշումը։ Եթե կա արդեն ճնշման բարձրացում, պետք է դիմել սրտաբանի, որպեսզի չենթարկենք սիրտը ստրեսի եւ սրտամկանը հիպերտրոֆիայի, այսինքն մեծացման չենթարկվի, որն հետագայում կարող է բերել այլ խնդիրների։ Եվ ֆիզիկական ակտիվությունը, որը այստեղ, բայց ես ուզում եմ ի հավելում։ Շատերը ասում են, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է սրտի լավ աշխատանքին, ոմանք էլ պնդում են, որ շատ աշխատանք, օրինակ կարդիովարությունները, վազքը ծանրացնում է սիրտը, այսպես ասած։ Դուք ինչ կասեք որպես մասնագետ։ Տեսեք, կարդիոմարզումները, հա, եւ առհասարակ մարզումները գոյություն ունեն, դա իհարկե սովորական։ Այո, իհարկե մի փոքր դա նեղ մասնագիտական տերմինաբանություն է, որի պետք է տիրապետեն ավելի շատ պրոֆեսիոնալ մարզիչները, ովքեր զբաղվում են ֆիթնեսով, այսինքն ովքեր պետք է մարզեն անհատին մարդուն, որը երբևէ չի հաճախել մարմնամարզության, հա, որովհետև այդտեղ գոյություն ունեն աերոբ եւ անաերոբ զոնաներ եւ կա ըստ մարդու տոլերանտության ֆիզիկական ակտիվության նկատմամբ, այսինքն տանելիության, որոշվում է թե տվյալ անհատը քանի րոպե կարող է մնալ աերոբ զոնայում եւ քանի րոպե անաերոբ եւ ըստ դրա մենք որոշում ենք արդյոք այդ մարզումը կծանրաբեռնի նրա սիրտը թե ոչ։ Այնպես որ այս իրավիճակում կարող եմ ասել, եթե պրոֆեսիոնալ մարզիչի հետ հաշվարկվում են այդ սահմանները, կախված քաշից, տարիքից, ուղեկցող հիվանդություններից, եթե սիրտը օրգանապես առողջ է, եթե առողջ է, բնականաբար չէ ծանրաբեռնվածություն։ Ծանրաբեռնվածության խնդիրը, տեսեք, վտանգավոր չէ։ Վտանգավոր չէ, երբ որ պահպանում ենք այդ սահմանները, որովհետև անգամ առողջ մարդու պարագայում, եթե բավականին երկար մնա անաերոբ զոնայում, հա, ուղղակի հիմա եթերաժամը շատ քիչ է, որպեսզի ներկայացնենք թե որն է աերոբ եւ որը անաերոբ զոնաները, դա եւս եթե երկարաժամկետ է կարող է բերել սրտամկանի վնասման։ Այնպես որ պետք է լինի բալանսավորված եւ ուղեկցող մարզիչի հսկողությամբ պետք է կատարվի։ Եթե հատկապես մարզիչ չունեն, այստեղ խորհուրդ կտանք նախ գնալ, նայել սիրտի վիճակում է, որից հետո նոր, որտեղ մարզվելը կարծես թե մոդ է եկի, բայց ոմանք իրենց առողջության գնով են սկսել։ Այո, իհարկե, շատ ճիշտ է։ Շատ լավ, շնորհակալություն, ինչպես արդեն Դիանան ասաց, մենք ժամերով կարող ենք զրուցել, մենք ուզում ենք ասել, որ կարևորը մարդկանց սիրտը լինի առողջ, սիրելի հեռուստադիտող, եթե բարի լինի, բարիությունը նույնպես բերում է առողջության։ Եթե դեռ չունեք ձեր սրտի սրտաբանը, ապա կարող եք դիմել մեր հյուրին սրտաբան Վարդգես Մովսիսյանին, իսկ մենք կհանդիպենք քիչ անց։
Ահա եւ վերջ, սիրելի հեռուստադիտողներ, մեր աշխատանքային շաբաթն ավարտվեց, բոլորիդ հրաշալի կիրակի ենք մաղթում, ուզում ենք լինեք առողջ, խաղաղ եւ որքան հնարավոր է երկար եւ անհոգ հատկապես այս ամառային օրերը վայելեք։ Այո, եւ ինչպես այսօր խոսեցինք ընտանիքից եւ արժեքներից, թող որ ձեր ընտանիքներում ամենակարևորը լինի խաղաղություն, բոլորը հարգեն եւ սիրեն իրար։ Ըստ այդմ հայրենիքն էլ կդառնա խաղաղ եւ սիրով շատ երկիր։ Կենաց, Անուշ։ Կհանդիպենք մյուս շաբաթ։